Պարոն Աբովյան, Իսրայելի հարձակումը Իրանի վրա ինչի կարող է հանգեցնել ըստ եւ ինչով է այն հղի Հայաստանի համար։ Կան տեղեկություններ, որ հարվածները հասցվում են Արցախի տարածքից։ Ես ավելի քան համոզված եմ, որ Ադրբեջանը այս կամ այն առումով ներգրավված է այս գործընթացի մեջ, այլ խոսք, որ Իրանը այս պարագայում չի ուզում իր համար երկրորդ ճակատ բացի, այսինքն Ադրբեջանի ուղղությամբ հարվածներ հասցնի։ Նաև հիշեցնեմ, որ Ադրբեջանի զինուժը համար 1 է բերված եւ ինքնաթիռները օդ են բարձրացված։ Ադրբեջանը ըստ էության հանդիսանում է Իսրայելի պրոքսին տարածաշրջանում տերորիստական պետություն, որը Իսրայելը ձևավորել է այն տեսքով, որով հիմա կա, այսինքն խոսքը չի գնում տարածքի մասին, խոսքը գնում է աշխարհաքաղաքական տեսլականի մասով։ Այո, Իսրայելը այսօր ակնհայտ թշնամական պետություն է Հայաստանի Հանրապետության համար, մենք պետք է սա հասկանանք։ Իրանը հաշվի առնելով Իրանի հետաքրքրությունների եւ դիրքը սատարում է Հայաստանի Հանրապետությանը եւ հիշենք Ալի Խոմենիի 2 օր առաջ, օգնական է ավելի ճիշտ հայտարարություն առել, որ հենց Իրանն է տապալել այսպես կոչված Զանգեզուրի Միջանցքի գործընթացը։ Ակնհայտ է, ասեմ ձեզ ավելին, որ իրանցի գործընկերների հետ խոսելիս հաճախակի վերջին ժամանակահատվածում տեսնում էի հետևյալ կարծիքը, որ այո, սխալ էր Իրանի կողմից, սա պաշտոնական չի, սա գործընկերների կարծիքներ, այդքան ուշադրություն չդարձնել Արցախի Հանրապետության օկուպացիայի դիմադրելու, Իրանի կողմից գործընթացին, որովհետև նույն Արցախում այսօր թուրք-ադրբեջանական տանդեմը Իսրայելի հրամանով, իսկ հաճախակի ուղղակի հենց Իսրայելի աջակցությամբ կառուցել է 3 օդանավակայան, որոնք ըստ էության օդանավակայան չեն, այլ անօդաչուների օգտագործելու տեսկայաններ են։ Այո, Ադրբեջանը սատարում է Իսրայելին եւ այո, Ադրբեջանի կենսական շահերից, ինչպես իրենք են կարծում, բխում է Իրանի մաքսիմալ թուլացումը։ Սա ակնհայտ է, իրենք չեն էլ թաքցնում։ Նշենք նաև, որ Ադրբեջանն ու Թուրքիան զորավարժություններ են սկսել Նախիջևանում, արդյոք ըստ ձեզ վտանգի տակ է Սյունիքը հիմա։ Սյունիքը վտանգի տակ է մշտապես մինչև Հայաստանի Հանրապետության այս իշխանությունը վարում է թրքամետ եւ ադրբեջանահաճո կոլոբրացիոնիստական, այսինքն կատարածուի գործընթացը։ Այո, վտանգված է, քանզի եւ վտանգված է ըստ էության 2020 թվականից, երբ որ այս իշխանության բարի կամքի ճակերտներում դրսևորմամբ թուրք-ադրբեջանական զորքերը, բանակը գրոայինները անմիջապես եկան եւ սկսեցին վերահսկել Հայաստանի Հանրապետության դեպի հարավ տանող կենտրոնական ճանապարհները։ Չմոռանանք Գորիս Կապան ճանապարհը, ինչպես սրանք նվիրեցին։ Իսկ այն որ Ադրբեջանը մշտապես էլ զորավարժություններ են անցկացնում, ես զարմանում եմ ինչի համար մենք հենց այս զորավարժության վրա ենք սևորվել, միշտ էլ արել են, ամիսը մի անգամ կամ 2 անգամ անում են, դրանով մի կողմից ցույց տալով նույն օրինակ փորձելով փորձելով իբր իրենց դիրքը աշխարհաքաղաքական կենտրոնների մոտ ամրապնդել, որ իրենք պատրաստ են ամեն քայլի եւ կրկին այս իշխանության ուղիղ աջակցությամբ մեր վրա վախեր վաճառելով։ Պարոն Աբովյան, փաստացի Իրանը բանակցությունների չի գնալու Թեհրանի եւ Վաշինգտոնի հետ կապված, սա ինչ խոչընդոտներ կարող է առաջացնել ըստ ձեզ։ Տեսեք, առհասարակ պետք է հասկանալ, որ Իսրայելը եւ Միացյալ Նահանգները երկակի խաղ են տանում։ Միացյալ Նահանգները այս պարագայում բարի ոստիկանի դերն է կատարում, իսկ Իսրայելը չար ոստիկանի։ Սա խնդիր է բացի Իրանի միջուկային ծրագիրը չեզոքացնելու, սա նաեւ խնդիր է լուծում Իրանին ընդհանրապես թուլացնելու եւ մասնատելու։ Վերցնենք որպես օրինակ հետևյալը, որ իրանական տարածքում գործում են պրոքսիներ, օրինակ Բելուջիստան, բելուջիների շրջանում կամ նույն թրքալեզու կոչվող ցեղերը, որոնք իրականում կոչվում են ադրբեջանցի, բայց Ադրբեջան այդ նահանգի իրանական անունով, այդ երկու կետերը ցավոտ, Իրանի վրա որպես ճնշում կարող է լինել եւ Միացյալ Նահանգները Իսրայելի հետ շատ ակտիվ սա օգտագործում են, իսկ Իրանը չի կարող գնալ բանակցության, չնայած դուրս չի գա, ավելի քան համոզված եմ, տենց կտրականապես, պարզապես կսառեցնի, շո պատասխան կանի, գիտեք, Իրանի ներսում էլ է ամեն ինչ այդքան
հեշտ չի, ռեֆորմատորներ, կոնսերվատորներ, կա բավականին մեծ տենց թեև Իրանի ղեկավարության մեջ, որը ավելի, չեմ ասի զուսպ, ավելի սենց հանգիստ քաղաքականության ջաթագով են, բայց այստեղ պետք է հասկանալ, որ եթե այդպես իրենք փորձեն հանգստացնել Իսրայելին եւ Միացյալ Նահանգներին, ապա իրենք անխուսափելի շատ լրջագույն խնդիրների առջև են կանգնելու։ Պարոն Աբովյան, խոսենք նաև Նիկոլ Փաշինյանի պահվածքից, մշտապես թիրախավորում է վեհափառին, շարունակում է եկեղեցու դեմ իր գործունեությունը, վեհափառ է ուզում փոխել, նաև այսօր գրառում է կատարել, ասելով, որ վեհափառն անառակ է, ինչ կասեք սրա վերաբերյալ։ Կարող եմ ասել միայն մի բան, ցավով ենք արձանագրում, որ մենք ականատես ենք Թուրքիա եւ Ադրբեջանի կողմից հայկական վերջին հենասյունի ոչնչացման գործընթացին։ Այն, որ այս իշխանությունը հետամուտ է կատարել բոլոր այդ հրամանները եւ այլն, դա ակնհայտ է, պարզ է, ինչ է անում այս իշխանությունը։ Ըստ էության փորձում է հարվածել, չէ, ոչ թե հարվածել, գիտեք, ոչնչացնել եկեղեցին այն տեսքով, որով ինքը կա, այսինքն եկեղեցիները, շենքերը, մարդիկ կմնան, բայց այն եկեղեցու դերակատարությունը, որը միշտ եղել է ամենակարևորագույն զսպող ուժը մեր ժողովրդի, հայ ազգի ոչնչացման կամ ասիմիլյացիա, ինքը փորձում է ոչնչացնել։ Ես ավելի քան համոզված եմ, որ սա միգուցե ակամայից, միգուցե չմտածված, բայց շատ սինխրոն է Թուրքիա եւ Ադրբեջանի արևմտյան Ադրբեջան ձևավորելու նախագծի հետ եւ այստեղ քոչվոր թրքալեզու ցեղերի, այսինքն ադրբեջանցիների բնակեցնելու։ Սա լրիվ թուրքական օրակարգ է, ադրբեջանական օրակարգը, դե այդ մարդիկ էլ տեսնում են իրենց անձնական անվտանգությունը թուրքական եւ ադրբեջանական օրակարգի սպասարկման ներքո։ Այսքանը։